Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչպես երկարաձգել երիտասարդությունը 5 մեթոդ դեմքի երիտասարդացման։ Բիոռեպիլ խլորերեքը ցուցված է երիտասարդ տարիքից հատկապես պատանեկան շրջանում, պոստակնե հետքերի համար ենք օգտագործում։ Կարող ենք ասել, երբ մաշկը ճիշտ խնամք է տեսնում, ավելի ուշ է մանր կնճիռներ առաջանում եւ ավելի երկար է պահպանում երիտասարդությունը։ 11-ում պրոցեդուրան դասվում է ապարատային կոսմետոլոգիայի շարքին եւ իր մեջ ներառում է մի քանի կոմպոնենտներ երիտասարդացման համար։ Քիչ մանր կնճիռներ են ավելանում, հատկապես աչքի այս հատվածում սագի թաթիկներ են կոչվում, հա։ Ամենաարդյունավետ պրոցեդուրան ժամանակակից այսօր որն է բժշկուհի, որ իսկապես տեսանելի է արդյունքը։ Այո, ցավոք սրտի 40-ից բարձր տարիքին արդեն ցուցված է ինյեկցիոն կոսմետոլոգիան։ Կոլագինը տարիքի հետ պակասում է, ավելի դժվար է սինթեզվում, ինչի արդյունքում մաշկի առաձգականությունը ընկնում է։ Փաստորեն պլազմոթերապիան վերադարձնում է նաև առաձգականությունը։ 40-ից հետո ծերացման գործընթացը ինչքան էլ որ մենք չուզենանք, ցավոք սրտի գնում է։ Դրա համար կնճիռների առաջացման հետ մեկտեղ արդեն ցուցված են ինյեկցիաները, որոնց կդասեն պլազմատերապիան, բիոռևիտալիզացիան, մեզոթերապիան եւ բոտուլինոթերապիան։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ, դեմքը մեր հայելին է, որը մատնում է տարիքը եւ շատ բան կարող է պատմել մարդու ապրելակերպի մասին։ Հենց այս պատճառով մարդիկ իրենց տարիքից մեծ կամ փոքր են երևում, բայց բոլորն են ցանկանում երիտասարդ տեսք ունենալ։ Ուրեմն ինչպես երկարաձգել երիտասարդությունը 5 մեթոդ դեմքի երիտասարդացման։ Կզրուցենք բժիշկ, կոսմետոլոգ Սուսաննա Հովակիմյանի հետ։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ Կարինե ջան։ Ժամանակակից կյանքում կոսմետոլոգիական միջամտությունների շատերն են դիմում, բայց ոչ միշտ է արդյունքը գոհացնում, անդրադառնանք այն 5 ամենաարդյունավետ մեթոդներին, որոնք կարող են մարդիկ կիրառել, գոհ մնալ ինյեկցիոն եւ ոչ ինյեկցիոն ճանապարհով։ Սկսենք ոչ ինյեկցիոն եղանակով դեմքի երիտասարդացման տարբերակներից ամենաառաջինը որը կնշեք։ Բիոռեպիլ խլոր 3-ից կխոսենք այսօր Կարինե ջան, որը իրենից ներկայացնում է ոչ ինյեկցիոն երիտասարդացման պրոցեդուրա։ Դա իրենից ներկայացնում է բիոռևիտալիզացիայի եւ պիլինգների միացություն։ Նրա ցուցումներն են հիմնականում երիտասարդ հասակի մարդկանց համար է, հա, նախատեսված։ Ուրեմն բիոռեպիլը իր մեջ պարունակում է հիալուրոնաթթու, որը խոնավեցնում է մաշկը, հարստացնում է այն վիտամիններով եւ կատարում է շերտազատում իր մեջ ներառված թթուների հաշվին։ Խլոր 3-ը հենց այդ թթվի միացությունն է, որը շերտազատում է մահացած բջիջները։ Այո, կարող ենք ասել պիլինգների շարք է։ Այո, պիլինգի շարք չէ, բայց պիլինգի մի միացություն է մեջը, խլոր 3-ն է պարունակում, որը շերտազատում է մահացած բջիջներն է հանում, որի արդյունքում երիտասարդացնում է մաշկը։ Արդյունքում կունենանք երիտասարդ փայլուն մաշկ, ինչ հաճախականությամբ պետք է կրկնել եւ որ տարիքից է ցուցված։ Բիոռեպիլ խլոր 3-ը ցուցված է երիտասարդ տարիքից հատկապես պատանեկան շրջանում, պոստակնե հետքերի համար ենք օգտագործում։ Այն ցուցված է նաև երիտասարդ աղջիկներին որպես խոնավեցման պրոցեդուրա ոչ ինյեկցիոն ճանապարհով, որովհետև ինյեկցիաները ոչ միշտ է որ երիտասարդ աղջիկները ցանկանում են կատարել։ Այստեղ մենք նշենք, որ ոչ ինյեկցիոն նշանակում է ոչ ասեղային։ Այո, ասեղների միջոցով չենք կատարում։ Բնական ճանապարհով ենք իրականացնում, այո։ Պրոցեդուրան տևում է 15 րոպե։ Հաճախականությունը 4-ից 6 պրոցեդուրա կախված մաշկի տեսակից 10 օրը 1։ Կարող ենք ասել, երբ մաշկը ճիշտ խնամք է տեսնում, ավելի ուշ է մանր կնճիռներ առաջանում եւ ավելի երկար է պահպանում երիտասարդությունը։ Այո, իհարկե, նրա մեջ պարունակող հիալուրոնաթթուն, որը պետք է բոլորիս, նաև տնային խնամքի մեջ պետք է օգտագործել այդ հիալուրոնաթթվով կրեմները եւ այլն, որպիսի հետագայում չունենան կնճիռների ավելի վաղ առաջացում։ Մաշկի երիտասարդացման երկրորդ ոչ ինյեկցիոն միջամտությունը 11-ում պրոցեդուրան է, ինչ այն իրենից ներկայացնում։ 11-ում պրոցեդուրան դասվում է ապարատային կոսմետոլոգիայի շարքին եւ իր մեջ ներառում է մի քանի կոմպոնենտներ երիտասարդացման համար, որից մեկը առաջինը նշեմ ուլտրաձայնային մաքրումը, որը նեղացնում է ծակոտիները։ Հաջորդ առավելությունը մեզոկոկտեյլների միջոցով մաշկի հարստացումն է վիտամիններով։
Այն պարունակում է նաև մկանային ստիմուլյատոր, որը ձգում է մաշկը, lifting էֆեկտ է տալիս։ Արդյունքում ունենում ենք այս ամենի արդյունքում ունենում ենք փայլուն մաշկ, խոնավ եւ ամենակարևորը մաքուր, ձիգ մաշկ։ Այս ամենը մեկ պրոցեդուրայի ընթացքում որքան է այն տևում։ Այն տևում է 30-ից 40 րոպե, հաճախականությունը տարին 3-ից 4 անգամ։ Հակացություններ չկան։ Հակացություններ չկան։ Շատ լավ։ Ինչ խորհուրդ կտաք 40+ տարիքի կանանց համար, երբ արդեն քիչ-քիչ մանր կնճիռներ են ավելանում, հատկապես աչքի այս հատվածում սագի թաթիկներ են կոչվում, հա, ամենաարդյունավետ պրոցեդուրան ժամանակակից այսօր որն է բժշկուհի, որ իսկապես տեսանելի է արդյունքը։ Այո, ցավոք սրտի 40-ից բարձր տարիքին արդեն ցուցված է ինյեկցիոն կոսմետոլոգիան, ինչու ցավոք սրտի, որովհետև մեծամասնությունը հրաժարվում են ինյեկցիաներից, ասեղների միջոցով չեն ուզում երիտասարդանալ, բայց քանի որ մեր տարիքը 40-ից հետո ծերացման գործընթացը ինչքան էլ որ մենք չուզենանք, ցավոք սրտի գնում է, դրա համար կնճիռների առաջացման հետ մեկտեղ արդեն ցուցված են ինյեկցիաները, որոնց կդասեն պլազմաթերապիան, բիոռևիտալիզացիան, մեզոթերապիան եւ բոտուլինոթերապիան։ Այդ դեպքում սկսենք առաջինից, պլազմոթերապիա, ինչ է այն իրենից ներկայացնում։ Այն շատ լավ պրոցեդուրա է, այն դասվում է իմ ամենասիրելի պրոցեդուրաների շարքում, որովհետև ստացվում է մարդու անձնական արյունից, արյունը ցենտրիֆուգի միջոցով, դա մի սարք է հատուկ, որը ցենտրիֆուգում է սեփական արյունը եւ արյան բջիջներից ստացվում է մաքուր պլազմա, ինչ է այն իրենից ներկայացնում, հարստացված միկրոէլեմենտներով ստանում ենք սեփական վիտամինացված պլազմա, որը ներարկվում է ենթամաշկ։ Շատ վախենալու է հնչում բժշկուհի։ Դուք եք այդ արյունը վերցնում, անվտանգ պրոցեդուրա է։ Այո, արյունը մենք ենք վերցնում ստերիլ պայմաններում եւ անվտանգ ձևով ցենտրիֆուգվում է եւ վախենալու չէ այնքանով, որ սեփական արյան վիտամինացված հագեցված շիճուկը ներարկվում է ենթամաշկ։ Ինչ արդյունք է այն ապահովում։ Արդյունքում ինչ ենք ունենում։ Ունենում ենք հարթ մանր կնճիռները հարթվում են արդյունքում, հիմնականում ցուցված է պիգմենտավորված մաշկի համար, որովհետև այն պիգմենտացիան է բացացնում, եւ երրորդը շատ կարևորը lifting էֆեկտը, մանր կնճիռներն է հարթում եւ փայլում է մաշկը։ Նաև դառնում է առաձգական, կարող ենք ասել։ Այո, առաձգական, իդեպ իր սեփական այդ վիտամինները նպաստում են կոլագենի եւ էլաստինի սինթեզին։ Մենք գիտենք, որ կոլագենը տարիքի հետ պակասում է, ավելի դժվար է սինթեզվում, ինչի արդյունքում մաշկի առաձգականությունը ընկնում է։ Փաստորեն պլազմոթերապիան վերադարձնում է նաև առաձգականությունը։ Այո, սակայն պլազմոթերապիան պետք է կատարել կուրսով 6-ից մինչև 12 պրոցեդուրա ցուցված է, ու հիմնականում 14 օրը 1։ Հակացություններ միայն հղիություն եւ լակտացիոն շրջան։ Խոսենք երկրորդ ամենաարդյունավետ պրոցեդուրայից եւ բոլորին շատ հայտնի բոտուլինոթերապիա։ Բոտոքսի մասին միֆերը շատ են։ Մարդիկ, ովքեր կիրառել են, դժգոհ են, մարդիկ, ովքեր պատրաստվում են, բայց վախեր ունեն, որն է միֆը եւ որը իրականություն։ Բոտուլինոթերապիայի շուրջ ինչու է այսքան հակասական կարծիքներ հնչում։ Այո, ամենաառաջինը սկսենք նրանից, որ բոտուլինոթերապիան պետք է կատարի միայն բժիշկ, բարձրագույն կրթություն ունեցող բժիշկ մասնագետը, քանի որ այն իրենից ներկայացնում է շատ լուրջ հետևանքներ ունեցող պրոցեդուրա, այո, դուք ճիշտ եք նշում Կարինե ջան, որովհետև մկանային անատոմիա չիմանալ արդեն շատ լուրջ խնդիրների կարող է հանգեցնել եւ բարդությունների։ Ինչ է կանում։ Ինչ է այն իրենից ներկայացնում, ասենք։ Բոտուլինոթերապիան դա ստացվում է բոտուլինոտոքսին A-ի բոտուլինոտոքսին A-ն է, որը ներարկվելով մկան, այն անջատում է ռեցեպտորը նյարդամկանային ազդակից որոշակի ժամանակով եւ հարթում է կնճիռները։ Ունենում ենք անշարժ մկանային համակարգ։ Եվ եթե տվյալ կոսմետոլոգը մասնագետ չէ, մասնավորապես բժիշկ, միգուցե սխալ ներարկում անի, իսկ ներարկումը հենց այդ նյութը այնպիսին է, որ պարալիզացնում է մկանը, եւ մենք ունենանք ճիշտ հակառակ արդյունքը։ Այո։
Մկանը կարող է պարալիզացվել ոչ միայն ոչ բժիշկ մասնագետի սխալ անատոմիական իմացությունից, այլ նաև պացիենտի սխալ ցուցումները պահելուց։ Օրինակ, եթե պացիենտը հաճախի շոգեբաղնիկ կամ սաունա կամ ոչ ճիշտ խնամք տանի, ալկոհոլ օգտագործի, ծխելը, ոչ առողջ պայմանները կարող են բերել դեղի միգրացիայի, որի հետևանքով կարող ենք ունենալ բարդություններ, օրինակ աչքի պտոզը, որը կարող է դեղը միգրացվել եւ սխալ մկան սառի եւ աչքի օրինակ կոպը կախվի։ Դուք ունեցել եք նման օրինակներ։ Ես ունեցել եմ բուժման ենթակա օրինակներ, սակայն դա բուժման ենթակա որպես այդպիսին ժամանակ է պահանջում, որպեսզի դեղը նորից դուրս գա օրգանիզմից եւ 6 ամսվա ընթացքում կգա իր դիրքին։ Հա թե ինչու է կարևոր վստահել մասնագետներին, հատկապես երբ դուք ուզում եք բոտոքս իրականացնել, կամ ցանկացած ինյեկցիոն միջամտություն դեմքի երիտասարդացման պահանջում է բժշկի իմացությունը, հետևաբար Պացիենտի ճիշտ ցուցումները պահելը։ Այո, խոսելով բոտոքսի մասին, բժշկուհի միֆ չէ, որ վահանաձև գեղձի կամ հորմոնալ այլ խնդիրներ ունենալու պարագայում այլ կերպ է աշխատում։ Ազդեցությունը այլ է բոտոքսի։ Ոչ միֆ չէ, որովհետև վահանաձև գեղձի հիվանդությունների եւ առհասարակ էնդոկրին հիվանդությունների ժամանակ բոտոքսը կարող է չպահպանվել կամ մասամբ պահպանվել։ Օրինակ վիտամինային դեֆիցիտներից վիտամին D-ի դեֆիցիտը, ցինկի պակասը, երկա դեֆիցիտային անեմիաների ժամանակ, ֆերրիտինի պակասի ժամանակ բոտոքսը կարող է լավ չաշխատել։ Հետևաբար ցանկալի է, որպեսզի բժիշկը հետազոտի, նոր կատարի բոտուլինոթերապիան։ Նաև վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ կարող է չպահպանվել, օրինակ ցիրոտոքսիկոզի ժամանակ օրգանիզմում կատարվող նյութափոխանակության պրոցեսներն արագացված են, որի հետևանքով արագ նյութափոխանակության արդյունքում բոտոքսը քիչ է պահպանվում։ Օրինակ 1-ից 3 ամիս է պահպանվում։ Իսկ հիպոթիրոզի ժամանակ հակառակ այտուցային ֆոնի վրա հեղուկը մնում է օրգանիզմում եւ պրոցեսը սկսում է դանդաղել, բոտուլինոտոքսիկնի ազդեցության պրոցեսը սկսում է դանդաղել։ Հետաքրքիր է, սա կարող է լինել նաև ցուցում, ախտանշան, կարող են մարդիկ բոտոքս անել, չպահպանվի եւ հետո հասկանալ, պարզել, որ իրենց մոտ հորմոնալ խնդիր կա, այսինքն բոտոքսից հետո գնալ բուժեն հորմոնները։ Այո։ Որ տարիքից է ցուցված բոտուլինոթերապիան եւ ինչ հաճախականությամբ պետք է անել։ Շատ լավ հարց տվեցիք, Կարինե ջան, որովհետեւ պացիենտներն էլ են շատ այդ հարցը տալիս։ Ինչու, որովհետեւ կնճիռը երբ որ կա, արդեն պետք է կատարել բոտուլինոթերապիան։ Կոնկրետ տարիք չի ցուցում։ Այսինքն հնարավոր է 30 տարեկանում Այո, որովհետեւ 25-ում էլ է հնարավոր, եթե մարդը միմիկացված է, այսինքն միմիկային կնճիռները շատ են, պետք է կատարել, որպեսզի չխորանան։ Ինչ հաճախականությամբ։ Ցանկալի է երիտասարդ տարիքում 6 ամիսը գոնե պահպանել։ 6 ամիսը 1։ Այո։ Իսկ միֆ է, որ եթե մեկ անգամ արեցիր բոտոքս ու հետո չես անում, մաշկդ կախվում է ավելի շատ, քան կարող էր բնական ճանապարհով լինել։ Այո, դա արդեն միֆ է, որովհետև ոչ, հակառակը նայենք, մեր գործընթացը ծերացման միևնույն է գնում է։ Ինչքան էլ մենք մտածում ենք, որ կնճիռը չկա, ուրեմն մենք չենք ծերանում, բայց չէ, մեր գործընթացը ծերացման սկսվում է 25 տարեկանից ցավոք սրտի կենսաբանորեն արտահայտվում 30-40 տարեկանում 30-40-ում, բայց կնճիռների միմիկայի արդյունքում, միմիկական կնճիռների խորացման արդյունքում արդեն պրոցեսը զարգանալով դադարում է բոտուլինոթերապիայի արդյունքում, բայց քանի որ գործընթացը միևնույն է ծերացման գնում է, բոտուլինոթերապիան թողնելուց հետո, պրոցեդուրայի արդյունավետությունը թողնելուց հետո, կնճիռը խորացած է լինում տարիքի մեծացման հետ, պացիենտին թվում է, որ դա եղավ բոտուլինոթերապիայի արդյունքում, բայց այդպես չէ, որովհետև բոտուլինոթերապիայից հետո մկանը անշարժ դիրքում մնալու ժամանակ մենք չենք խորացնում մեր միմիկական կնճիռները։ Ինչ արդյունք է տալիս բոտուլինոթերապիան։ Այն անշարժացնելով մկանները հարթում է կնճիռները, միայն դա։ Նաև փաստորեն երկարաձգում է այդ շրջանը, քանի որ պարալիզացված է մկանը եւ ավելի ուշ կարող են նոր կնճիռներ առաջանալ։ Այո, նոր կնճիռների առաջացումն է կանխում, բայց բոտուլինոթերապիան չի մաշկի որակի վրա չի ազդում որակապես, այն պետք է սնուցել
հիալուրոնաթթվով եւ վիտամիններով։ Խոսենք վերջին էլի ինեկցիոն ճանապարհով, մաշկի երիտասարդացման տարբերակից, դա բիոռևիտալիզացիան է, ասենք թե ինչ արդյունք է սա ապահովում։ Շատ շքեղ պրոցեդուրա է բիոռևիտալիզացիան, կարելի ասել թագավորական եւ թագուհիներին բնորոշ պրոցեդուրա է։ Ինչի շնորհիվ։ Այն իր մեջ պարունակում է հիալուրոնաթթու, որը ունենք մենք մեր օրգանիզմում, բնածին ունենք հիալուրոնաթթուն։ Տարիքի ընթացքում այն սկսում է պակասել, որի հետևանքով մաշկը ջրազրկվում է եւ առաջանում են կնճիռներ։ Իսկ բիոռևիտալիզացիայի արդյունքում մենք պահպանում ենք այդ հիալուրոնաթթուն ներարկման ճանապարհով, որը կանխում է նոր կնճիռների առաջացումը։ Այո, բիոռևիտալիզացիան ոչ միայն կանխում է նոր կնճիռների առաջացումը, այլ հագեցնում է էլաստինով, կոլագենի սինթեզով, հարստացնում է մաշկը հիալուրոնաթթվով, որը տալիս է ոչ միայն արդյունք կնճիռների, նոր կնճիռների առաջացումն է կանխում, այլ նաև փայլ է հաղորդում եւ ամենակարևորը լիֆտինգ էֆեկտ է ունենում։ Մաշկը նաեւ ձգվում է, դառնում է առածգական։ Այո։ Հրաշալի, ինչ հակացություններ կան։ Բիոռևիտալիզացիան հակացված է միայն այտուցային տիպի մարդկանց, քանի որ այն կլանում է հեղուկը օրգանիզմից եւ այտուցներ է առաջացնում։ Իսկ կարող ենք ասել, որն է առավելությունը բիոռևիտալիզացիայի տարբերություն բոտուլինոթերապիայի եւ պլազմոթերապիայի։ Եթե համեմատելու լինենք։ Այո, կարող ենք ասել, դա արդեն անհատական պացիենտի դիմագծերին համապատասխան ընտրվում է։ Մաշկի որակը նաև հաշվի առնելով։ Եթե հայտուցային տիպի մարդ է, օրինակ ես կընտրեի պլազմոթերապիա, ոչ թե բիոռևիտալիզացիա։ Մենք խոսեցինք մաշկի երիտասարդացման 3 պրոցեդուրայի մասին, բժշկուհի եւ իմ մոտ ցանկություն առաջացավ 3-ը մեկում։ Արդյոք հնարավոր է այդպիսի մի պրոցեդուրա, որը կապահովի պլազմոթերապիայի արդյունքը, այսինքն մաշկի որակը կլավացնի, կհարթեցնի, կփայլեցնի մաշկը, բոտուլինոթերապիա, որը կկանգնեցնի մանր կնճիռները կհարթի եւ բիոռևիտալիզացիա առածգական կդարձնի մաշկը եւ դեմքը կերիտասարդացնի։ 3-ը մեկում կա։ Այո, ջան, այո, կա։ Պիտի ուրախացնեմ, ասելով, որ այդպիսի պրոցեդուրա կա, որը ներարկվում է 6 կետով եւ մաշկը ձգվում է, խոնավանում է եւ բոտոքսի էֆեկտը տալիս է, բայց բոտոքսի ցուցված կետերում դրանք չենք ներարկում, այդտեղ արդեն բոտուլինոտոքսինն ենք ներարկում, բայց զուգահեռ ձգվում է 6 կետով եւ առածկականում է մաշկը։ Ինձ մոտ ցանկություն առաջացավ փորձելու բժշկուհի։ Անպայման հետո կկիսվեմ տպավորություններով եւ իհարկե ակնհայտ կլինի տեսքը մաշկի եւ որպես ամփոփում ձեր խորհուրդը բժշկուհի, ինչպես բարելավել մաշկի որակը երիտասարդ տարիքից սկսած եւ արդեն 40+-ում, որպեսզի երկարաձգեն երիտասարդությունը եւ միշտ ունենան գեղեցիկ երիտասարդ մաշկ։ Այո, Կարինե ջան, ամենակարևորը չմոռանանք տնային խնամքի մասին, որը պետք է հագեցված լինի հիալուրոնաթթու պարունակող կրեմներով։ Մոռանանք ոչ առողջ սննդի մասին, գազավորված ըմպելիքների մասին եւ ոչ ճիշտ ապրելակերպի մասին։ Սպորտը շատ կարևոր է մարդու մաշկի առածկականության համար, որովհետեւ երիտասարդ տարիքում խթանում է էլաստինի սինթեզին։ Սպորտը նույնպես խթանում է։ Քունը շատ կարևոր է ճիշտ ժամանակին քնելը հորմոնալ դիսբալանս չունենալու համար։ Այո։ Քաղցրից հրաժարումը, որը ակնեի առաջացման պատճառներից առաջինն է, կարող եք ասել։ Այո, դա շատ կարևոր է։ Չմոռանանք տնային խնամքի մասին, երեկոյան ժամերին միցելար ջրից հետո լվացվել սովորական ջրով եւ մաշկի համար նախատեսված հատուկ գելերով։ Որից հետո պետք է անպայման մաշկին համապատասխան սնուցող կրեմ օգտագործել եւ խոնավեցնող կրեմ։ Չենք մոռանում նաև արևապաշտպան կրեմների մասին, տարին բոլոր, նշանակություն չունի, որ ձմեռ է։ Այո, արևապաշտպան կրեմը ամբողջ տարին 12 ամիս պետք է տանից դուրս գալուց առաջ քսել, հրաժարվել վնասակար սովորույթներից եւ զբաղվել սպորտով, շատ կարեւոր է։ Շնորհակալություն բժշկուհի ինֆորմատիվ զրույցի համար։ Տիրապետեք ինֆորմացիայի հզոր ուժին, վստահեք մասնագետներին, ովքեր հոգ կտանեն ձեր գեղեցկության մասին, երկարաձգելով երիտասարդությունը, ինչպես դա անում են Հովակիմյան էսթետիկ կենտրոնում։ Իմ լավ տրամադրության հասցեն։
Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղին։ Համեցեք Յասաման Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Մինչ հանդիպում։